Վարչապետ Հովիկ Աբրամյանը այնքան էր զայրացել տրանսպորտի եւ կապի նախարարության առաջարկից, որ հայտարարեց չի ստորագրելու այն մինչեւ չլինեն հստակեցումներ։ Նախարարությունը առաջարկում էր վթարներից խուսափելու համար խստացնել վտանգավոր գոտիներում օբյեկտների տեղակայման, երկաթուղային գծերով քաղաքացիների երթևեկման պայմանները։ Այսօր այս տնտեսական պայմաններում հարկավոր է հակառակը միշտ ավելի բեռը թեթևացնել, ավելի հնարավորությունները մեծացնել, դյուրացնել բիզնես աշխարհի համար կյանքը։ Ոչ թե հիմա այսքան տարի մենք հանդուրժել ենք այս պայմանները, հիմա բերել խստացում ենք։ Պատճառն ի՞նչն է։ Փոխարենը գործադիր մարմինն առանց երկմտելու հաստատեց արդարադատության օրանշանակ նախարարի առաջարկը մերժել Հայ ազգային կոնգրեսի падգամավոր Նիկոլ Փաշինյանի նախագիծը։ Ըստ դրա նկարահանող սարքերով ֆիքսված ճանապարհային երթևեկության խախտումների տուգանքները պետք է 50%-ով զեղչվեին սոցիալապես անապահով վարորդների համար։ Տվյալ պարագայում տրանսպորտային միջոցի շարժիչի հզորությունը եւ արտադրման տարեթիվը չեն կարող օբյեկտիվորեն իրավիճակը արտացոլել եւ օբյեկտիվ պատկեր չենք կարող ստանալ վարորդների իրական սոցիալական վիճակի եւ գույքային դրության մասին։ Հայաստանի նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական միությունում ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի միության եւ Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմամբ։ Արտաքին գործերի փոխնախարար Շավարժ Քոչարյանը կառավարության նիստից հետո բացատրեց նաեւ, թե ինչու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում չի քննարկվել հայ-ադրբեջանական շփման գոտու լարվածության հարցը։ Դա այն դեպքում, երբ միության անդամակցության հիմնական պատճառաբանությունը Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցն էր։ Անվտանգության բաղադրիչը կայանում է նաև նրանում, որ քո տնտեսությունը շնչի եւ այն մրցավազքը, որ կա սպառազինությունների, որ դու կարողանաս դիմանալ։ Իդեպ պարոն Քոչարյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հրավեր չի ուղարկել Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսյոնովին Հայաստանում նոյեմբերին անցկացվելիք հայ-ռուսական 4-րդ միջտարածաշրջանային ֆորումին մասնակցելու համար։ Այս տեղեկատվությունը մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ Աքսյոնովը ընդգրկված է Արևմուտքի սև ցուցակում։